Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Ասացեք արդարին, որ նրա բանը լավ է Եսայի 3:10 Արդարի բանը միշտ լավ է Եթե գրված լիներ ասացեք արդարին որ նրա բանը լավ է բարգավաճման մեջ, ապա մենք պետք է շնորհակալ լինենք այդպիսի մեծ բարերարության համար, որովհետև բարգավաճումը վտանգներով լի ժամանակաշրջան է, և նրա որոգայթներից պաշտպանված լինելը իսկապես երկնային պարգև է, կամ եթե գրված լիներ նրա բանը լավ է հալածանքի մեջ, մենք պետք է երախտապարտ լինենք այդ վստահելի երաշխիքի համար, որովհետև հալածանքներին դիմանալը ծանր ու դժվար բան է, բայց քանի որ մեր տեքստում որևէ առանձնահատուկ ժամանակ չի նշվում, ապա բոլոր ժամանակները ներառված են։ Աստծո խոստումները պետք է հասկանալ իրենց ամենալայն իմաստով, տարվա սկզբից մինչև վերջը, առաջին այգաբացից մինչև վերջին մայրամուտը, բոլոր պայմաններում և բոլոր հանգամանքների ներքո արդարի բանը լավ է։ Նրա բանն այնքան լավ է, որ մենք չենք էլ կարող ավելի լավ պատկերացնել։ Նա լավ է սնվում, քանի որ Հիսուսի մարմնով և արյունով է կերակրվում։ Նա լավ է հագնվում, քանի որ կրում է Քրիստոսի արդարության պատմությանը։ Նա լավ է բնակվում, քանի որ բարձրյալի ծածկոցի տակ է բնակվում։ Սաղմոս 91:1 Նրա ամուսնությունը հաջողված է, քանի որ նրա հոգին ամուսնական կապով միացած է Քրիստոսին։ Նա լավ ապահովված է, քանի որ Տերն է իր հովիվը։ Սաղմոս 23:1 Եվ նա լավ պարգևատրում ունի, քանի որ երկինքն է նրա ժառանգությունը։ Իրոք որ լավ է արդարի բանը, քանի որ այս խոստման հետևում Աստծո իշխանությունն է և անձամբ նրա բերանից են դուրս եկել այս մխիթարիչ խոսքերը։ Օ սիրելիս, եթե Աստված հայտարարում է, որ ամեն բան լավ է, թեպետ 10,000 դևեր էլ փորձեն հակառակն ապացուցել մեզ, մենք միայն կծիծաղենք նրանց վրա։ Օրհնյալ լինի Աստված, որ մեզ հավատք է տալիս հավատալու իրեն, երբ իր իսկ ստեղծած արարածները փորձում են կասկած հարուցել իր նկատմամբ։ Խոսքն ասում է, որ լավ է քո բանը, ով արդար, և եթե դու չես կարողանում տեսնել դա, թող Աստծո խոսքը լույս դառնա քո աչքերի համար։ Այո, հավատա Աստծո իշխանությամբ ասված խոսքերին ավելի, քան սեփական աչքերիդ ու զգացմունքներիդ։ Նա, ում Աստված է օրհնում, հիրավի օրհնված է, և այն, ինչ նրա շուրթերն են հռչակում, արժանահավատ ու անխախտ ճշմարտություն է։